մենք առիթ կունենանք հանդիպելու ավելի լայն ընդգրկուն ֆորմատով։ Ինչպես է քննչական կոմիտեն մեկ օրում փորձաքննել Արշակ Սրբազանին վերագրվող տեսակրություններն ու հաստատված համարել, որ դրանցում պատկերված է հենց Սրբազանը, նոր գործողությունների հող է նախապատրաստում քննչական մարմինը։ Մեկ օրում տեսագրության փորձաքննություն պրակտիկայում չի եղել։ Կտրուկ վատացել է Գյումրիի կալանավորված քաղաքապետի ինքնազգացողությունը, արդեն 40 օր ԱԱԾ մեկուսարանում գտնվող Վարդան Ղուկասյանի ազատության պահանջով Շիրակից մի քանի տասնյակ աջակից է Երևան եկել։ Ինքը այդ մարդը չէ, ինքը այն մարդն է, որ ամբողջ Գյումրիին երկրաշարժից հետո ինքը ոտքի է կանգնեցրել։ Սեռական հայհոյանքի համար շրջակա միջավայրի նախկին նախարարին չեն պատժում, վարչապետի մասին կոմենտ գրած 73-ամյա տատիկին հարկադրում են ջնջել գրածը։ Բոլոր մարդիկ հավասար են, սակայն որոշ մարդիկ ավելի հավասար են։ Ինչու են նույն արարքի համար պատժվում ընդդիմադիրները, անպատիժ մնում յուրայինները։ Մենք նաև տեսնում ենք իրավապահ համակարգի երկակի մոտեցումը։ Եվ սարսափազդու սպանության հետքերով, որտեղ են եղել բարեկները, երբ բնակելի շենքի տակ վեճի ժամանակ մեքենան այնքան են քշել ընկած տղամարդու վրա, մինչև նա մահացել է։ Բարեկներ, начальник հետևից ման գալու համար, ոչ մի բան, ժողովրդի համար չի այդ բարեկները։ Դուք դիտում եք Հայլուրի նոյեմբերի 29-ի ամփոփիչ թողարկումը, բարի երեկո սիրելի հայրենակիցներ, եւ այսպես Փաշինյանի քաոս հիշեցնող հակաեկեղեցական քայլերին Մայրաթոր Սուրբ Էջմիածինը շարունակում է պատասխանել կոսմոս հիշեցնող հանդարտությամբ։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները նոր հայտարարություն են տարածել, որը հրապարակել է Փաշինյանների ընտանիքին պատկանող հայկական ժամանակը։ Եպիսկոպոսները կոչ են անում վեհափառին հրաժարական տալ եւ կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպել։ Խռովարարներ անունն են տալիս արդեն եպիսկոպոսական փոքր խմբին վերլուծաբանները։ Խռովքը եկեղեցի է մտել Արշակ Սրբազանի անվան շուրջ պայթած սկանդալից հետո։ Վերլուծաբանները կասկածի տակ են առնում Արշակ Սրբազանին վերագրվող տեսակրությունների իսկությունը հաստատող փորձագիտական եզրակացության լեգիտիմությունը, ահազանգելով, որ ինչ-որ նոր գործողությունների հող է նախապատրաստում քննչական մարմինը։ Ըստ կոմիտեի, դատատեսաձայնագրային եւ դիմանկարային փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ սկանդալային տեսանյութերում պատկերված է Արշակ արքեպիսկոպոսը։ Դիվանապետը ու նրա փաստաբանը օբյեկտիվ չեն համարում այդ եզրակացությունը։ Փորձաքննության ընթացքում Սրբազանը հարցեր տալու հնարավորություն չի ունեցել։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից պատմում է Ալբերտ Սերոփյանը։ Հայոց հայրապետը մեղմ ժպիտով օրհնում է հավատացյալներին, ձեռքին Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։ Սրբազան մասունքը երկու ձեռքով ամուր պահած մայր տաճար է տանում վեհափառը, ինչպես Թադևոս Առաքյալը այն Հայաստան բերեց 1992 տարի առաջ։ Այսօր հայ եկեղեցին նշում է Թադևոս եւ Բարդուղիմեոս առաքյալների տոնը։ Առաջին տասնամյակն է լրանում, որ Գարեգին II կոնդակով այս տոնը նաեւ Սուրբ Գեղարդի ուխտի օրն է։ Ուխտավորների պակաս չկա մայր տաճարի բակում։ Գյումրիից եկած այս կինը չի թաքցնում աղոթքները։ Աղոթում ենք մեր եկեղեցի համար, մեր հայրենիքի համար, մեր վեհափառի համար, որովհետեւ դավաճանները, հուդաները հեռու մնան։ Շիրակի թեմի առաջնորդ բանտարկված Միքայել Սրբազանի համար ազատություն է խնդրում գյումրեցի կինը։ Բոլոր աղոթքներն էլ թե իր համար է, թե Պակրատ Սրբազանի, թե մեր բոլոր եպիսկոպոսներ, մեր բարերարի, մեր անարտարացի բռնադատված համախոհների, մեր գերիների համար։ Անազատ չէ, բայց իրավապահների ու իշխանականների թիրախում է նաև Արշակ Սրբազանը, վեհափառի թափորից առանձին քայլող դիվանապետը հարցերի չի պատասխանում։ Մենք առիթ կունենանք հանդիպելու ավելի լայն ընդգրկուն ֆորմատով։ Ուրբաթ քննչական կոմիտեն հայտնել է, որ Սրբազանին վերագրվող տեսագրությունների փորձագիտական եզրակացություն կա, որով հաստատվում է դրանց իսկությունը։ Ոչ դիվանապետը, ոչ նրա փաստաբանը օբյեկտիվ չեն համարում այդ եզրակացությունը։ Որ օբյեկտիվությունը բացառում եմ, որովհետև մեկ օրում տեսագրության այն էլ դիմանկարային փորձաքննություն պրակտիկայում չի եղել։ Իսկ որ մեկ օր է իրականացվել, մենք դրա մասին տեղեկացանք հոգևորականների կողմից տարածված գրության մեջ։ Փաստաբանի խոսքով խախտվել է arczepiskopos-ի իրավունքը, փորձաքննության ընթացքում Սրբազանը հարցեր տալու հնարավորություն չի ունեցել։ Օրինակ, երկրաչափական չափսերով որոշել արդյոք այդտեղ տաղավար է թե չէ։ Հնարավոր է արդյոք օրինակ տեսագրության մեջ արկա մարդիկ օրինակ դիմակներով են։ Քննչական կոմիտեն Սրբազանին հրավիրել է ծանոթանալու այդ փորձագիտական եզրակացությանը։ Փաստաբանն ասում է, չեն ուզում ծանոթանալ, գիտեն, որ ըստ այդ եզրակացության հերքվել է տեսանյութերի մոնտաժված լինելու հանգամանքը։
ըստ տարածված տեղեկատվության, որ ասել են մոնտաժված չի։ Մոնտաժված չի, բայց դա չի նշանակում, որ իրական է։ Եվ մենք պնդել ենք, որ տեսագրության բովանդակության հետ Արշակ Սրբազանը առնչություն չունի։ Հրապարակված սկանդալային տեսանյութերի իսկությունը պարզելու համար մեկ այլ անկախ փորձաքննություն էլ է ընթանում, հինգշաբթի ակնարկել է դիվանապետը։ Նրա փաստաբանը չի հերքում այս տեղեկությունը։ Ես էլ չեմ բացառում, բայց եթե ինքը չի հայտնում այդ մասին, ես իրավունք չունեմ որևէ բան ասելու։ Այս պայն դրանից ավելին, քան Արշակ Սրբազանը ասել է, չեմ կարող ասել։ Ավելին, գուցե Սրբազանն ինքն ասի երկուշաբթի, այդ օրը ասուլիս է հրավիրել Մայրաթորի դիվանապետը։ Ալբերտ Սերոբյան, Առաքել Օհանյան, Հայլուր։ Իդեպ կաթողիկոսի եղբոր եւ նրա որդու կալանքները երկարաձգվել են։ 2 ամսով երկարաձգվել է Գարեգին II եղբոր Գևորգ Ներսիսյանի, 3 ամսով նրա որդու Համբարձում Ներսիսյանի կալանքը։ Նրանք, ինչպես գիտեք, կալանավորվել են վաղ շաբաթում Հանրապետություն կուսակցության համայնքապետի եւ ակվականու անդամի տեխնացու Հարություն Մկրտչյանի հաղորդումից հետո, ըստ որի Գևորգ եւ Համբարձում Ներսիսյանները իբրև խոչընդոտել են իրենց քարոզարշավին։ Նրանք չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները։ Անցնենք առաջ Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկվատացել է, բայց անգամ առավոտյան նրան բժիշկ չի այցելել։ Ահազանգել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը Ղուկասյանին տեսակցելուց հետո։ Արդեն 40 օր ԱԱԾ մեկուսարանում գտնվող Վարդան Ղուկասյանի ազատության պահանջով Շիրակից մի քանի տասնյակ աջակից է այսօր Երևան եկել, կպատմի Լիլիթ Խալաթյանը։ Ազատություն կազմակերպիչների, ազատություն Վարդան Ղուկասյանի, ազատություն ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետին։ Երեկվանից կտրուկվատացել է Գյումրիի քաղաքապետ արդեն 40 օր անազատության մեջ գտնվող Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը։ Առողջական խնդիրներ ունի, տիրություն չեն անում, այդ խցի վիճակը շատ վատ է։ Շիրակի մարզից մի քանի տասնյակ աջակիցներ Երևան գլխավոր դատախազության շենքի մոտ են եկել նրան ազատ արձակելու պահանջով։ Դատախազությունից մեր պահանջը արտարադատությունն է։ Եթե ցերպակալում են մարդուն, ուրեմն ցերպակալեն համապատասխան հոդվածով, եթե չկա, սա քաղաքական բանդակություն է։ Եկել ենք որ բոլորին ազատեն։ Նույնիսկ մեր հարկելի սիրված Վարդան Ղուկասյանին, որ ամբողջ Գյումրին իր շնորհքով ենք մենք ապրում, որտեղ որ ինքը հիմա կալանավորված է, նույնիսկ իրան ոչ մի սենք սնունդ սենք իր ներքին սենք ինչ որ կա, ինքը այդ օգնությունը չի ստանա։ Ինքը այդ մարդը չէ։ Ինքը այն մարդն է, որ ամբողջ Գյումրին երկրաշարժից հետո ինքը ոտքի է կանգնեցրել, ուրիշ ոչ մի բան։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանը այսօր է հանդիպել Վարդան Ղուկասյանին։ Նա ակնհայտ քաշ է գցել։ Հյուծված տեսք ունի Գյումրիի քաղաքապետը, գունատ է ու թույլ, ասում է փաստաբանը։ Նորից գլուխ են բարձրացրել սրտի, շաքարային դիաբետի հետ կապված խնդիրները։ Երեք երեկոյան ես այցելեցի իրեն, ինքը լավ չէր զգում, գունատ էր եւ գլխապտույտ ուներ սրտխառնոց, ասացի ես մի քիչ ուշ էլի կգամ եւ երբ ուշ արդեն գնացի, ավելի էր վատացել նրա առողջական վիճակը։ Իր պաշտպանյալին բժշկական կենտրոն տեղափոխելու Փոստանջյանի պահանջները անտեսում են քրեակատարողական հիմնարկում։ Այսօր նորից դիմում բողոք է ուղարկել Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկի պետին։ Իմ բոլոր բողոքները, պնդումները այդպես էլ արձագանք չեն ստացել, որ նրան տեղափոխեն համապատասխան բժշկական հաստատություն, որպեսզի կարողանան հետազոտություններ անել, որը անհրաժեշտ է եւ որը գրված է նաեւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ այդ բժշկական հաստատության էպիկրիզում։ Ղուկասյանը ինքն է ստուգում արյան մեջ շաքարի մակարդակը, ինքն է որոշում որտեղն ընդունի, ինչ դեղաչափով, դժգոհում է փաստաբանը։ Արգելվել են նաև Ղուկասյանին բուժող բժիշկների այցելությունները։ Անձամբ ինքն է իր բժիշկը։ Մարտիրոսյանը 3 վայրկյան է ասում։ Փոստանջյանը նկատում է Ղուկասյանի առողջական վիճակի հետ խիստ անհամատեղելի են խցային պայմանները։ Փոքր, անոթ եւ խոնավ տարածությունը Ղուկասյանը կիսում է ծխողների հետ։ Այդ փաստը ընդունել է Թամարյանը, բայց որևիցե միջոց չի ձեռնարկել, որպեսզի տեղափոխի պարոն Ղուկասյանին առնվազն այլ խուց։ Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Վարդան Ղուկասյանին առնչվող կաշառքի գործի քննությունը։ Դատարանում մեղադրանքի ապացուցման դեպքում նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում։ Սխայդարագություն է։ Լիլիթ Խալաթյան, Աշոտ Մնոյան, Էլեն Յահինյան, Հայլուր։
Սեռական հայհոյանքի համար շրջակա միջավայրի նախկին նախարարին չեն պատժում, վարչապետի մասին կոմենտ գրած 73-ամյա տատիկին հարկադրում են ջնջել գրածը։ Բոլոր մարդիկ հավասար են, սակայն որոշ մարդիկ ավելի հավասար են։ Ինչու են նույն արարքի համար պատժվում ընդդիմադիրները, անպատիժ մնում յուրայինները, փորձել է հասկանալ Գայանե Մովսիսյանը։ Գումարած մեկ առանց փողկապի վերնագրով իր լուսանկարի մեկնաբանություններում անկաշկանդ սեռական հայհոյանք է գրել ԿՊԱ-ական շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը, բայց առերևույթ խուլիգանության համար դեռ պատասխանատվության չի ենթարկվել։ Անընդունելի բառապաշար էր պարունակում, բայց ես այդպես էլ չտեսա որևէ դատապարտում, ես այդպես էլ չտեսա որևէ հետևանք։ Քննչական կոմիտեից հայլուրին հայտնել են, որ պատշաճ հաղորդում չեն ստացել։ Ստանալու դեպքում կքննարկեն վարույթ նախաձեռնել չնախաձեռնելու հարցը։ Տեսնում ենք իրավապահ համակարգի երկակի մոտեցումը, եթե դա արվեր որևէ ընդդիմադերի կողմից, ապա իրավապահները այս պահին արդեն իրենց տանը կիրականացնեին խուզարկություն եւ ընդդիմադիրը փռված կլիներ ասֆալտին։ Հակոբ Սիմիդյանը Ինչու է Փաշինյանի հետ քայլած շրջակա միջավայրի նախկին նախարարը փոշմանել ու որոշել մաքրել իր էջը այդ սեռական հայհոյանքից գրելուց րոպեներ հետո։ Չնայած այդ սկրինշոթերը արդեն տարածվել են կայքերում։ Իրենք իշխանության գալով իրենց բառապաշարով հասարակությանը հրահրել են խոսել նույն բառապաշարով։ Օրեր առաջ Գյումրեցի 73-ամյա մի տատիկի ստիպել են ջնջել Facebook-ում իր գրած մեկնաբանությունը Փաշինյանի մասին։ Գյումրիի մեր աղբյուրների տեղեկություններով հարևանները տարեց կնոջ նահ են տվել։ Եթե չջնջի, տարիքը հաշվի չեն առնի, կնստեցնեն։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը համարել է, որ ծերկինը Հայաստանի վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ է արել։ Ստացվում է մի կողմից մարդիկ, ովքեր իշխանական չեն եւ ես իշխանության հետ կապ չունեն, ենթարկվում են հետապնդման, իսկ յուրայինները ազատ են անել ամեն ինչ, խոսել ամեն ինչի վերաբերյալ եւ սա նաեւ արվում է հատկապես նրա համար, որպեսզի ընդհանուր մթնոլորտ ստեղծի, վախի մթնոլորտ ստեղծի, որպեսզի յուրաքանչյուրը գրաքննի իր խոսքերը, գրաքննի իր գործողությունները։ Հայհոյանքը քրեականացրած, հետո ապա քրեականացրած իշխանությունը հիմա ասֆալտին է փռում իրավապաշտպաններին, կալանավորում նրանց, որպեսզի մյուս փաստաբանները նույն ճակատագրին արժանանալու վախից խուսափեն զբաղվել իշխանության դեմ պայքարող մարդկանց գործերով, նկատում է Հայաստան խմբակցության падգամավորը։ Մենք իհարկե այսօր տեսնում ենք բանտարկված հոգևորականների, մենք տեսնում ենք զոհվածների ծնողների, մենք տեսնում ենք ազգային ժողովի падգամավորի եւ սրա ուղերձը մեկն է, որ որևէ սոցիալական խումբ երաշխավորված չէ եւ իրենք շատ հանգիստ կարող են կարել, ստեղծել, հորինել գործեր, որոնցով մարդիկ կհայտնվեն կալանավայրերում, բայց յուրայինները ոչ։ Որևէ պատասխանատվության չի ենթարկվել օրինակ ԿՊԱ-ական падգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ Ձեր հետ լեզուները կկտրենք։ Հասկացաք բոլորը։ Նա խորհրդարանում սպառնացել էր կտրել ընդդիմադիրների լեզուներն ու ականջները։ Գայանե Մովսիսյան, Միլենա Պողոսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Այժմ գնանք սարսափազդու սպանության հետքերով։ 2 օր առաջ Նոր-Նորքի Շոպրոնի փողոցում մի խումբ տղաներ վիճաբանել են։ Միջադեպի մասնակիցներից մեկը ընկել է գետնին։ Հակառակ կողմից վեճի մասնակիցները տեսնելով, որ նա ընկել է, մեքենան մի քանի անգամ քշել են վրան, այնքան մինչև տղան ստացած վնասվածքներից մահացել է։ Որտեղ են եղել պարեկները, Աննա Գյուլնազարյանի ռեպորտաժը։ Մեղք է, մեր երիտասարդները մեղք են։ Հենց վերջ կա, որ մի սպանություն, մի վթար, մի բան չի լինի։ Շատ վատ է։ 31-ամյա Բորիս Արզումանյանի սարսափելի մահն է ցնցել Շոպրոնի փողոցի բնակիչներին։ Երեքշաբթի այս փողոցում ծեծկրտուք է եղել։ Բնակիչները լսել են, որ վեճի մասնակիցներից մեկը մեքենան մի քանի անգամ դիտավորյալ քշել է գետնին ընկած վիրավոր տղայի վրա, նա տեղում մահացել է։ Ես լսել եմ, որ իշոր խփել եմ, ջահել տղերք են եղել, թե տարիքով ա եղել, չգիտեմ ով ա եղել, ինչ է։ Շոպրոնի փողոցում ապրողները վստահեցնում են, որ գիշերը տեղի ունեցած թեժ վեճի ձայները չեն լսել, չնայած սպանության ենթադրյալ վայրը հեռու չէ բարձրահարկ այս շենքից։ Անմիջապես շենքի բակում, շենքի հետևի մասում։ Ենթադրյալ սպանության վայրում փշրված ապակիներ են, Շոպրոնի բնակիչները սպանված տղամարդուն չեն ճանաչում, միայն լսել են, որ ամուսնացած էր, 2 երեխա ունի։ Բորիսին 3 են հուղարկավորել։ Բացարձակ ոչ մեկին չենք ճանաչել։ Մեկ ասում են այս տարածքից են, մեկ ասում են այս տարածքից չեն, չգիտեմ։ Ֆոտոլերագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով 15 մարդու մասնակցությամբ ծեծկրտուքի ժամանակ եւս մեկը վիրավորվել է։ 30-ամյա տղայի գտնվելու վայրը հայտնի չէ։
Քննչական կոմիտեն մանրամասներ չի հաղորդում 5 օր առաջ տեղի ունեցած դեպքից։ Մամուլի խոսնակը մեծ զրույցում միայն ասաց, որ քրեական հետապնդում է հարուցվել 2 մարդու նկատմամբ։ Բարդագադար է։ Իրոք բարդագադար է։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով մեկ ձերբակալված կա։ Ըստ օպերատիվ տեղեկությունների մասնակցություն են ունեցել։ Ըստ նրա, քննիչները մի քանի թանկարժեք ավտոմեքենաներ են հայտնաբերել դեպքի վայրից, տեղափոխել հատուկ պահպանվող տարածք։ Արդյոք սարսափելի սպանության գործիք մեքենան նույնպես դրանց շարքում է, հայտնի չէ։ Հիասթափված ապրում ենք։ Հիասթափված զայրացած են երևանցիները, ինչով են զբաղված հազարավոր ոստիկանները, որոնց գործը պետք է լինի նման ողբերգություններ կանխելը։ Ոչինչ չի անում բարեկների գործողություն, ինչքան շատացան, այնքան ավելի վենդետան շատացել է Հայաստանում։ Բարեկներ, начальник հետևից ման գալու համար, ոչ մի բան, ժողովրդի համար չի այդ բարեկները։ Մեր ազգի ամենամեծ թշնամին է այդ բարեք ոստիկանությունն է։ Մեր երկրում մեզ ապահով չենք զգում, ասում են մարդիկ։ Սպանությամբ ավարտված ծեծկրտուքները դարձել են սովորական մի բան։ Հիշում են այն ժամանակները, երբ թաղայինների սահմանած կարգու կանոնը օրենք էր երիտասարդների համար։ Անպատժելիությունն է ծնել անկանոնությունը, նշում են շատերը։ Երկիրը երկիր չի, դրա համար իրանց է ձև են պահում։ Յատելներ դիսցիպլինա, լիներ իսկական մարդկային վերաբերումներ, այդ բաներ չէին եղել, դաժան սպանություններ չէին եղել։ Աննա Գյուրնազարյան, Նորայր Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, թողարկման երկրորդ մասում կփորձենք պարզել Ադրբեջանի Գաբալա քաղաքում Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆայևը պայմանավորվել են սահմանազատումը շարունակել Սյունիքից։ Քաղաքագետները ահազանգում են, Բաքուն ուզում է, որ Երևանը մոռանա Գեղարքունիքի ու Վայոց ձորի օկուպացված տարածքների մասին։ Հայաստանի իշխանությունները պետք է համակերպվեն այդ վիճակի հետ եւ հերթական նվիրատվությունը անեն Ադրբեջանին։ Կտեսնեք ազդեցիկ կադրեր Լոռիի գյուղերից մեկից, ինչ պայմաններում են ապրում Մարիետայի 5 երեխաները, ընտանիք, որ ուշադրության կարիք շատ ունի։ Ճիճիմա, մաման ճիճիմա, իրանց։ Պատմենք նաև պատերազմող Ուկրաինայում պայթած կոռուպցիոն սկանդալի մասին։ Զելենսկիի գրասենյակի արդեն նախկին ղեկավար Անդրեյ Երմակը պատրաստվում է մեկնել ռազմաճակատ, չի ուզում խնդիրներ ստեղծել նախագահ Զելենսկիի համար։ Կոռուպցիա վся это։ Կիևում կոռուպցիան եղել է եւ կա այն գումարի շուրջ, որը եվրոպացիներն ու ամերիկացիները տվել են պատերազմի համար։ Եվ այսպես Ադրբեջանի Գաբալա քաղաքում Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆայևը պայմանավորվել են սահմանազատումը շարունակել Սյունիքից, քաղաքագետները ահազանգում են, Բաքուն ուզում է, որ Երևանը մոռանա Գեղարքունիքի ու Վայոց ձորի օկուպացված տարածքների մասին։ Կարինե Մանգասարյանն է պատմում։ Ադրբեջանական Գաբալա քաղաքում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը հստակ պայմանավորվել են սահմանազատումը շարունակել Սյունիքից, համոզված է քաղաքագետ Կարեն Կարապետյանը։ Քաղաքագետը հիշեցնում է Հայաստանի փոխվարչապետի շուրջ 2 շաբաթ առաջ արած հայտարարությունը, թե Սյունիքում հնարավոր է արտահերթ սահմանազատվելիք հատվածներ ունենանք կապված թրիփի հետ։ Արտահերթը պայմանավորված է կոնկրետ խնդրով, չէ։ Գրիգորյանն այդ հայտարարությունն արել էր Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների սեպտեմբերին կայացած փոխայցերից հետո։ Գրիգորյանի ու Մուստաֆայևի գլխավորության պատվիրակությունների հանդիպումը տեղի էր ունեցել Սյունիքի եւ Զանգելանի հարավային մասում, որտեղից էլ ըստ էության շարունակվելու է սահմանազատումը։ Քաղաքագետի համոզմամբ Թրամփի ուղին է հիմք դարձել թուրք-ադրբեջանական տանդեմի համար, որ Տավուշից հետո սահմանազատումը հենց Սյունիքից շարունակվի, ոչ թե Գեղարքունիքից կամ Վայոց ձորից, որտեղ նույնպես տարածքներ է օկուպացրել Ադրբեջանը։ Ստացվում է հետևյալ պատկերը, կամ Հայաստանի իշխանությունները պետք է համակերպվեն այդ վիճակի հետ եւ հերթական նվիրատվությունը անեն Ադրբեջանին, նրանց թողնելով նրանց կողմից արդեն իսկ օկուպացված տարածքները, կամ պետք է հարցը լուծեն ենթադրենք ռազմական գործողությունների արդյունքում։ Մինչդեռս քաղաքագետի պետք է ուժեղացնել դիվանագիտական գործիքները։ Փաշինյանը ըստ նրա զիջողի դերն է ստանձնել։ Նիկոլ Փաշինյանը, եթե իրոք ունենար քաղաքական մտածելակերպ, Հայաստանի իշխանությունները իրոք կարողանային հարցերը լուծել դիվանագիտական ճնշմամբ, ապա կպարտադրեին Ադրբեջանին, որպեսզի նրանք հետ քաշվեն, այնուհետև նոր անցնեն Սյունիքի մարզում սահմանագծմանը։
Բայց այս պահին ըստ քաղաքագետի Փաշինյանին ավելի շատ հետաքրքրում է իր քաղաքական ճակատագիրը։ Բաքվում ու Անկարայում հասկանում են, որ 2026-ին Փաշինյանը կարող է եւ չվերընտրվել ու շտապեցնում են նրան, որպեսզի իրենց համար ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքից վերսկսվի սահմանազատումը, կառուցվի Թրամփի ուղին, որ Ադրբեջանն ու Թուրքիան անխոչնդոտ կապ ունենան։ Շտապեցնում են Նիկոլ Փաշինյանին, որպեսզի մինչև ընտրությունները նրանք կորզեն առհասարակ այն ամենը, ինչ հնարավոր է, առանց հետել նրանք ահռելի շատ բան են ստացել եւ շարունակում են ստանալ, հետեւաբար պետք է փորձեն մինչեւ 2026 թվականը հնարավորինս հանգուցալուծեն այս ոնց ձևակերպեմ տրման գործընթացը։ Կաբալայում տեղի ունեցած Գրիգորյան Մուստաֆաև 12-րդ հանդիպմանը հաստատվել են դեռ տարեսկզբին ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում կարդում ենք, որ Տավուշից հետո հարավային ուղղությունն է սահմանազատելու, հյուսիսից հարավ մինչև Իրանի սահման։ Հաջորդ հանդիպումը նախատեսված է անցկացնել Հայաստանում։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Այս շաբաթ Ադրբեջանում մեծ աղմուկ բարձրացրեց Աստանայում կայացած Մետաքսի ճանապարհի աստղ մրցույթի եզրափակում տեղի ունեցած մի դիպված։ Ժյուրիի անդամներից ադրբեջանցի Սամիրա Էֆենդին 12 միավոր էր տվել Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանին ու գրկախառնվել դրա հետ։ Դրան հաջորդել էր իսկական տեղեկատվական գրոհ ընդդեմ Էֆենդիի։ Սոցիալական ցանցերում երկչուհին մինչև հիմա քննադատվում է, հնչում են անգամ ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր։ Էֆենդին ստիպված է հրապարակավ արդարանալ։ Թեման կքննարկենք մեր տարածաշրջանային վերլուծաբան Արման Բադալյանի հետ, նա Հայլուրի երկրորդ տաղավարում է։ Բարի երեկո Արման։ Բարի երեկո Լարա։ Այս կոշտ արձագանքը պարզ գրկախառնությանը չի հակասում հայ-ադրբեջանական խաղաղության մասին հայտարարություններին։ Իրականում Լարա Ադրբեջանում Սամիր Էֆենդիի նկատմամբ այս միջադեպը եւ հարձակումը պատահական չէր, որովհետեւ տարիներ շարունակ Ադրբեջանի հասարակությունը սնուցվել է հակահայկական քարոզչությամբ եւ նման դեպքում այդ պարզ մարդկային ժեստը կամ գրկախառնությունը ներկայացվեց որպես դավաճանություն կամ անգամ անվտանգության ազգային անվտանգության հարց։ Շատ խորհրդանշական է հատկապես այն հանգամանք, որ այդ նույն օրերին, երբ Էֆենդիի նկատմամբ Ադրբեջանում հեյթ էր տիրում, նույն օրը Բաքվում գտնվում են հայ քաղաքասարակության ներկայացուցիչները, ովքեր հայ ադրբեջանցի իրենց գործընկերների հետ խաղաղության օրակարգի շուրջ ինչ-որ քննարկումներ են անում։ Բայց ինչ է ստացվում, որ իրականում այդ պետական վարած քաղաքականությունը չի ազդում սոցիալական խավերի բոլոր շերտերի վրա։ Բացի այդ ատելությունը այնքան է փաստորեն շարունակական բնույթ կրում, որ մինչև օրս Սամիրա Էֆենդին տարբեր լրատվականներով արդարանում է, ինքը պարզաբանում է, որ դա ի սրտե է եղել օրինակ կամ ասում է, որ ինքը Ղազի, այսինքն մուսուլման դատավորի աղջիկ է, չի շեղվել Ադրբեջանի ազգային գաղափարախոսությունից։ Այս ամենը իրար կողմ դնելով հասկանում ենք, որ իրականում Ադրբեջանում այդ խաղաղության օրակարգը ուռճացված է եւ չի արտացոլում հասարակության իրական կարծիքը։ Ընդհանրապես խիստ տարբերվում է միշտ Ադրբեջանից պաշտոնական խողովակներով մեզ հասնող ցանկացած տեղեկություն ոչ պաշտոնականից։ Պաշտոնական Բաքուն օրինակ հաճախ հայտարարում է, որ մեծ վերադարձի ծրագիրը արագ եւ հաջողությամբ է ընթանում, մարդիկ գնում են Արցախում կառուցվող նոր տներ եւ լիարժեք պայմաններում ապրում են։ Իրական պատկերը այսպիսին է։ Իրականում Լարա այդ մեծ վերադարձը մի մեծ միֆ է, այդ մասին անգամ գրել են ադրբեջանական ընդդիմադիր մեդիայում, օրերս մի հոդված էր տեղադրվել, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանի պետբյուջեից տրամադրվող միլիարդները պարզապես փոշիանում են։ Գնումների մեծ մասը կատարվում է առանց մրցույթի մենաշնորհով եւ այդ ընկերությունները որպես կանոն կապ ունեն Ալիևների կամ նրանց մերձավորների հետ։ Արդյունքում շինարարության ամբողջ գործընթացը չի վերահսկվում։ Դրան լրացնելու եկավ մի սկանդալային տեսանյութ, որը օրերս հայտնվեց համացանցում, որտեղ Վարանդայի օկուպացված տարածքներում վերաբնակեցված մի կին տեսանյութ էր նկարահանել, որտեղ երևում էր, որ անձրևաջուրը լցվել է տուն, վնասել է պատերը, առաստաղը, անգամ ադրբեջանցի կինը բողոքում է, որ թրջվել է կահույքը, անկողինը եւ մի ռեթորական հարց է տալիս, թե ասեք, թե ինչպես պետք է ապրել նման պայմաններում։ Արդյունքում ինչ է ստացվում, որ սար ու ձորի տարբերություն կա Ադրբեջանի ցույց տվածի եւ իրականության միջեւ։ Մի կողմից պաշտոնապես Ադրբեջանը ցույց է տալիս, որ իրենք արագ վերակառուցման այս քաղաքականությանը զարկ են տալիս, որպիսի տները շուտ կառուցվեն, իսկ արդյունքում մենք տեսնում ենք, որ այդ վերաբնակեցված ադրբեջանցիները նկարում են եւ ցույց են տալիս Ալիևի քարոզչության ամբողջ բերջանքն ու թշվառությունը։
Մի թեմա էլ կա, որ չեն կարող բաց թողնել շաբաթավերջին։ Թուրքական մի սոցիալիստական ընդդիմադիր լրատվամիջոց հրապարակել էր տեղեկություն, ըստ որի թուրքական ընկերությունները կարծես փորձում են մտնել Հայաստանի էներգետիկ շուկա։ Եթե այս լուրերը ճիշտ են, ինչ ռազմավարական նպատակ կարող է հետապնդել Թուրքիան։ Այդ հոդվածում նշվում է լարա, որ թուրքական մի շարք կազմակերպություններ գաղտնի բանակցություններ են վարում հայկական կողմի հետ, որպեսզի ներդրումներ անեն Հայաստանի էներգետիկ ոլորտում եւ մասնավորապես խոսքը գնում է Հայաստանի էլեկտրական ցանցերի մասին։ Իհարկե պետք է հասկանալ, որ թուրքերը շատ ինտրիգային են ներկայացնում այս ամեն ինչը եւ փորձում են ցույց տալ, որ սա առաջին թուրքական խոշոր ներդրումն է լինելու Հայաստանում եւ միաժամանակ կարեւորում են Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերը Հարավային Կովկասում։ Իհարկե այդ հոդվածի ենթատեքստում մենք նկատում ենք, որ կա Ռուսաստանի հանդեպ որոշակի հատված, երբ որ ցույց են տալիս, որ գոնե տեղեկատվական դաշտում Թուրքիան փորձում է ցույց տալ, որ շարունակում է գործողությունները, որպեսզի Ռուսաստանի Դաշնությանը դուրս մղի Հարավային Կովկասից։ Իհարկե պետք է հաշվի առնել, որ այս հոդվածը քաղաքական սենսացիայի տրամաբանությամբ է կառուցված, այստեղ չկան այստեղ կան եզրակացություններ, կներեք, բայց չկա փաստական հիմք, ամեն ինչ օդից կախված տեղեկությունների հիման վրա է եւ չի բացառում, որ նման կերպ թուրքական սոցիալիստական ընդդիմությունը փորձում է Հայաստանի արկա ներքաղաքական այս քննարկումները տանել Թուրքիա եւ դա ներկայացնել որպես Էրդողանի տնտեսական էքսպանսիայի քաղաքականություն։ Իհարկե չպետք է նաև մոռանանք, որ մի քանի ամիս առաջ Հայաստանում քննարկումներ եղան, որ հեծի պետականացումից հետո չի բացառվում, որ այնտեղ կլինի թուրքական ներդրում։ Այո, Արման, մոտ 2 շաբաթ առաջ, երբ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում էր հեծին լիցենզիայի ձգելու հարցը, հետգլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով ՀԾԿՀ-ն շատ ներկայացուցչական պատվիրակություն է ուղարկել Թուրքիա։ Ավելի ուշ հանձնաժողովի նախագահը հաստատեց այդ տեղեկությունը։ Շնորհակալ եմ Արման, սիրելի հեռուստադիտողներ, մեր երկրորդ տաղավարում էր Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան Արման Բադալյանը։ Իդեպ Ստամբուլում է եղել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի հետ նա քննարկել է Կարս-Գյումրի երկաթուղային հաղորդակցության վերաբացման հնարավորությունները, սակայն հանդիպումից հետո տարածված հաղորդագրության տեքստում գրված չէ, թե երկաթուղու գործարկման հատկապես ինչ հնարավորություններ ի վերջո կան։ Անցնենք առաջ, հրապարակվել է մեր հեռուստաընկերության էթիկայի հանձնաժողովի որոշումը, որ վերաբերում է ծափաթաղի ողբերգության 3-ամյա Տիգրանի սպանության մասին մեր ռեպորտաժներին։ Դրանց կադրերում խնդիրներ էր տեսել հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը։ Ըստ ՀՌՀ-ի, էթիկայի տեսանկյունից հարցեր է առաջացնում օրինակ երեխային բաց տուտուզիկով նկարելն ու ցուցադրելը։ Մեր պարզաբանմամբ այդ կադրերով Հայլուրը հանրային կարևորության հարց է բարձրացրել։ Ինչու են բացարձակական տարբերության մատնված եղել սպանված Տիգրանի քույրն ու եղբայրները, նույնիսկ նրանց հոր հանցանքի բացահայտումից հետո։ Էթիկայի հանձնաժողովի որոշմամբ մեր աշխատակիցներին նախազգուշացվել է անչափահասներին վերաբերող հիմնախնդիրները լուսաբանելիս առավել նրբանկատ լինել։ Հաշվի առնելով հանձնաժողովի որոշումը, բայց չհրաժարվելով խնդիրների մասին խոսելու մեր առաքելությունից, Հայլուրը սոցիալական պետություն Հայաստանի բոլոր իրավասու մարմինների ուշադրությունն է հրավիրում հազարավոր այն ընտանիքների վրա, որոնցում երեխաները ապրում են անմարդկային սոցիալ-կենցաղային եւ հոգեբանական պայմաններում։ Իսկ ընտանիքներին տրվող օգնությունը սահմանափակվում է ֆինանսական կամ նյութական ուրիշ աջակցությամբ։ Հիմա կտեսնեք այդ ընտանիքներից մեկը։ Ինչ պայմաններում են ապրում Մարիետայի 5 երեխաները։ Լոռիից Գայանե Մովսիսյանի ռեպորտաժը։ 6-րդ դասարանցի աղջնակի տետրակում ոչ մի տար չկա։ Չի կարում էլի։ 11 տարեկան Լուսինեն չի կարողանում գրել անգամ իր անուն ազգանունը։ Լոռիի գյուղերից մեկի դպրոցում նրան ամեն տարի փոխադրում են հաջորդ դասարան, առանց չնչին առաջադիմության։ Որ տառը գիտի, գրամա, որն էլ չէ, չի կարամ։ Սովորելու հետ գլուխ չունի, դստեր անտառաճանաչությունը այդպես է բացատրում Մարիետան։ Աղջղատամա բանանım, ես եմ ասել ոքիք չտա, որ չի սվորեմ։ Ինչ եք ասել։ Ընթասատվին ասել ենք, որ գիրք չտա իրան, աղջղատամա վերածեմ։ Ուսուցիչներին վատ բառեր էր ասում, դասընկերների գրքերը ճղում էր Լուսինեն, ասում է գյուղի դպրոցի տնօրենը։ Աղջնակի հետ շաբաթական 2 անգամ հոգեբան սոցաշխատող է զբաղվում, վարքը մի քիչ փոխվել է։
Ինքը ծանր ինտելեկտուալ մտավոր խնդիրներով երեխա է, ունի նաև վարքային խնդիրներ։ Մարիետայի բոլոր 5 երեխաների մասին նույնն է ասում գյուղի դպրոցի տնօրենը։ Միայն մի աղջիկն է, որ բոլոր տարրերը սովորած է դպրոցն ավարտել։ Ընտանիք, որ ուշադրության կարիք շատ ունի, ասում են գյուղում։ Հոգեբաններ, սոցաշխատողներ նաև ընտանիքի մյուս անդամների հետ պետք է աշխատեն։ Ծեծում է, մաման ծեծում է իրանց, բայց հիմա այս վերջերը ոնց որ չեմ նկատել, բայց ծեծում է։ Բայց այնպես չի, որ իր ուղեղն էլ նորմալ դրա համար ինչ որ բան հասկանալով է անում։ Այն ինքը էլի ունի խնդիրներ։ Գյուղում հիշում են, տարիներ առաջ դպրոց ուղարկելու փոխարեն կտվորուհի Մարիետան ու հովիվ Նոդարը երեխաներին ուղարկում էին մուրացկանության։ Փողոցներում կանգնում էին, մեքենայի տակ էին ընկնում այդ երեխաները, փող էին հավաքում։ Ինչքան աշխատանք տարվեց եւ ոստիկանությունով, եւ համայնքով, եւ մարզպետարանով, որ այդ երեխաները չգնան մեքենայի տակ կանգնեն։ 6 տարի առաջ փողոցից կտրելու համար տան 4 անչափահասներին տարել էին Հայ օգնության ֆոնդ։ Մի ժամանակ սոցաշխատողն իրենց ամբողջ երեխաներին տարավ։ Այդ ժամանակ արդեն մայրն էր ագրեսիվ պահվածք ցույց տալիս, կարծես սոցաշխատողին գիշերները անհանգստացնում։ Մի խոսքով շատ վատ վիճակում էր, մայրն էլ առանց երեխաների, ասում էր չեմ կարողանում մնամ, բայց խնամք չունեն այդ երեխաները։ Ինչից են հասկացել, որ գրեթե 1 տարի հետո մայրը պատրաստ է եղել խնամել իր երեխաներին։ Գյուղ են բերել Մարիետայի 3 աղջիկներին ու որդուն։ 2 սենյակում է ապրում 8 հոգանոց ընտանիքը։ Մարիետայի աղջկա Լյուդմիլայի ամուսինը տնփեսա է եկել։ Դեկտեմբերին մի նոր մահճակալի համար տեղ պետք է գտնեն, կծնվի նրանց աղջնակը։ Մի քանի բան առնեմ, մնում է մի քիչ։ Հետո ծմերվա ընթացքում կառնեմ։ Տենց որ մեծանա, մի քիչ մեծ շորեր կառնեմ։ Մի սենյակում նորապսակ Լյուդմիլան քնում է ամուսնու իր 2 քույրերի հետ։ Այդ նույն սենյակում հաց են ուտում, լողանում են։ Տաշտի մեջ ենք դնեմ, լողացնում։ Պեշկի վրա ջուր ենք դնում, լողացնում։ Դժվար է էլի, ոնց տենք անի, ոնց տենք պահի, մի կերպ ապրեմ ենք էլի։ Շոր են տալիս, հագնելու փոխարեն այրում են, նեղվում են գյուղում։ Գյուղապետարանը լվացքի մեքենա, սառնարան, խոզ, կով է տվել Մարիետայի ընտանիքին, բայց ուրիշ օգնության կարիք ունի նրանց ընտանիքը։ Երբ մութն ընկնում է, հոտը գյուղ է իջեցնում հովիվ Նոդարը, որդու հետ, ընտանիքը հավաքվում է։ Հաջորդ առավոտ Լուսինեի աչքերից դպրոցում հասկանում են, ինչ է եղել տանը։ Գայանե Մովսիսյան, Աշոտ Մնոյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Եվ վերջում պատերազմող Ուկրաինայում պայթած կոռուպցիոն սկանդալի մասին։ Զելենսկիի գրասենյակի արդեն նախկին ղեկավար Անդրեյ Երմակը պատրաստվում է մեկնել ռազմաճակատ, հայտարարելով, որ չի ցանկանում իր ներկայությամբ վնասել նախագահին։ Էներգետիկ խոշոր կոռուպցիոն սխեմայի բացահայտումից հետո էին խուզարկել Երմակի գրասենյակը։ Նրա հրաժարականին արդեն արձագանքել է Մոսկվան, Կրեմլի խոսնակի բառերով պատահածը վկայում է քաղաքական խորը ճգնաժամի մասին։ Ծովինար Բարխուդարյանն է պատմում։ Доброго дня, шановні українці։ Զելենսկիի գրասենյակի արդեն նախկին ղեկավար Անդրեյ Երմակը պատրաստվում է մեկնել ռազմաճակատ, թե որ ուղղությամբ հայտնի չէ։ Նյու Յորք Փոստին տված հարցազրույցում Երմակն ասել է, որ չի ուզում խնդիրներ ստեղծել նախագահ Զելենսկիի համար։ Ես ազնիվ եւ պարկեշտ մարդ եմ։ Այսօր ինձ անարգված եմ զգում եւ զրկված նրանց աջակցությունից, ովքեր գիտեին ճշմարտությունը։ Իմ արժանապատվությունը չի պաշտպանվել, թեև ես Կիևում եմ 2022 թվականի փետրվարի 24-ից։ Զզվել եմ ինձ վրա թափված կեղտից եւ առավել եւս աջակցության բացակայությունից։ Այս հուզական մեկնաբանությունից հետո Երմակն այլևս կապի դուրս չի եկել։ Երմակի հրաժարականը քաղաքական երկրաշարժ է անվանել արևմտյան մամուլը։ Նա հրաժարական է տվել Ուիտքոֆի եւ Քուշների հետ Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցություններից 1 օր առաջ։ Հենց Երմակն էր գլխավորում խաղաղության ամերիկյան պլանի շուրջ ուկրաինական բանակցային խումբը եւ պնդում. Ուկրաինան երբեք տարածքներ չի զիջի խաղաղության դիմաց, ինչպես առաջարկվում է ծրագրով։ Սահմանադրությունն արգելում է դա։
Այս հայտարարությունից ժամեր անց խուզարկվել է Կիևում Երմակի բնակարանը, դրան հաջորդել է հրաժարականի դիմումը։ Դատախազությունը հայտարարել է, որ քննչական գործողություններն արվում են հարցաքննության շրջանակում, թե որ գործով գերատեսչությունը չի նշել։ Մամուլը գրում է, որ խուզարկությունն արվել է էներգետիկ ոլորտի կոռուպցիոն գործի շրջանակներում։ Երմակին որևէ մեղադրանք չի առաջադրվել։ Նոյեմբերի սկզբին էին հակակոռուպցիոն մարմինները հայտարարել, որ բացահայտել են կոռուպցիոն սխեմա, որով գործող եւ նախկին ուկրաինացի պաշտոնյաներ պետական էներգոատոմ ընկերության միջոցով մոտ $100 միլիոն կաշառք են ստացել։ Սկանդալի պատճառով հրաժարական էին տվել էներգետիկայի եւ արդարադատության նախարարները։ Անդիմությունը պահանջել էր, որ հրաժարական տա նաև Երմակը, որի անունը եւս շոշափվում էր, թեև նրա մասնակցությունը հաստատված չէր։ Կոռուպցիոն սխեմայի առանցքային դեմքն է համարվում գործարար Թիմուր Մինդիչը, որը ըստ լրատվամիջոցների նախագահ Զելենսկիի ընկերն է։ Այսպես կոչված Մինդիչի գործով օրեր առաջ հարցաքննվել էր ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ Իդեպ հենց Ումերովին է Զելենսկին նշանակել բանակցային խմբի ղեկավար, որն այսօր Միացյալ Նահանգներ է մեկնել Ուիթքոֆի եւ Քուշների ղեկավարությամբ ամերիկյան պատվիրակության հետ հանդիպելու համար։ Մոսկվայում ամերիկացիները հաջորդ շաբաթվա առաջին կեսին կլինեն, հայտարարել է Կրեմլը, մեկնաբանելով Ուկրաինայում խորացող քաղաքական ճգնաժամը։ Դժվար թե որևէ մեկը կարողանա պատասխանել այն հարցին, թե ինչի կհանգեցնեն դրանք, ու ամենատարբեր հետևանքներ կարող են լինել։ Կիևում կոռուպցիան եղել է եւ կա այն գումարի շուրջ, որը եվրոպացիներն ու ամերիկացիները տվել են պատերազմի համար։ Ռուսաստանը սպասում է, որ Ուկրաինան սխալներ գործի։ Մենք սխալներ չենք անի։ Մեր աշխատանքը շարունակվում է։ Մեր պայքարը շարունակվում է։ Մենք իրավունք չունենք թերանալու, իրավունք չունենք նահանջելու կամ միմյանց դեմ կանգնելու։ Եթե կորցնենք մեր միասնությունը, կարող ենք կորցնել ամեն ինչ, ինքներս մեզ, Ուկրաինան եւ մեր ապագան։ Զելենսկին արդեն հայտարարել է, որ վերագործարկելու է իր գրասենյակը եւ նոր ղեկավար է նշանակելու արդեն այսօր։ Լուրեր կան, որ Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն կարող է դառնալ Զելենսկիի գրասենյակի ղեկավարը։ Սակայն դա չի թույլատնի լարված ներքաղաքական իրավիճակը։ Ըստ վերլուծաբանների, չնայած Երմակի հանդեպ ուկրաինացիների զգալի մասի անվստահությանը, Զելենսկին կորցրել է աջ ձեռքը։ Որոշիչ բանակցությունների պիկին, ձմռան շեմին աղետալի վիճակում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքներով Դոնբասում ռուսների հաջողությունների ֆոնին։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Դուք դիտում եք Հայլուրը, շնորհակալություն ուշադրության համար։